Ամբողջ աշխարհը հիմա դիտում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, բայց քանի որ խաղերը ուշ ժամերի է լինում, ես առաջարկում եմ օրագիրը նայեք, գնացեք, քնեք, որ հասցնեք բոլոր ֆուտբոլային խաղերը նույնպես դիտել։ Իսկ հիմա եթերում Comedy League-ի հերթական օրագիրն է։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ բոլորիդ։ Մենք քիչ հետո կտեսնենք, թե հանդիսատեսը ինչպես է եկել այսօրվա նկարահանմանը։ Մասնակիցները ինչպես են պատրաստվել, մեկ շաբաթ ժամանակ ունեին պատրաստվելու եւ իհարկե տեսնենք ընդհանրապես ինչ է փոխվել այս մեկ շաբաթում, որ թիմը քանի միավոր է ստացել, բոլորը մենք կարող ենք իմանալ այս օրագիրը նայելու ժամանակ, բայց շատ բաներ կա, որ չեմ ասելու, էլի, որ սաղ չեմ ասի, ախպեր, მე սաղ չեմ ասի, սաղ չեմ ասի։ Comedy League-ի ամենահավատարիմ հանդիսատեսներ ջան, ինչպես եք։ Շատ լավ։ Դուք նաև եկել եք անցած շաբաթ, ինչպես նաև ամենաուժեղ թիմը, որ ելույթ ունեցավ այդ այո։ Ոնց է ընդհանրապես մրցակցությունը, կարան Սուրբ 4-ի դեմ խաղան, թե տենց Անկեղծ, ազնիվ խոսք, ես ձեր կողմից էի։ Կանգնի։ Ես վարչապետն եմ, հարցեր եմ։ Որը ես ինչ շուտ եմ վարչապետ ելնում, մարդիկ պայքարում են դրես մի նոմերի մեջ 7 անգամ եկա։ Եղբայր, ՀԴՄ ունեք։ Ոչ։ Ինչու։ Դե մեր շեֆ ասել է, վարչապետը հոչի գալու ստուգի, ինչ ենք անում։ Այդ հարցը դժվար տա վարչապետը։ Դες մելքի բաների հետևից։ Չէ, լսի։ Հա։ Պատից կախված Սամվել Կարապետյանի նկարը կարող անել։ Հələ պապուս նկարն արա։ Հասկանում եմ, պապուս նկարն անունը նույնն է, քաղաքական խնդիրներ չլինի, էլի։ Հələ բա ինչ անեք, անունը չենք փոխելու։ Դե գնա գոնե պասպորտը անունը փոխել։ Իսկ կարող եք ան։ Օ, ձեր լսում եք, խառնում եք, չէ, չեք խառնում եք, խաչել։ Ես դե գործ։ Չէ, ես եմ դե գործ անում, ես դու շեֆ ես դե գործ եմ անում։ Ես դե կայնած եմ, որ ասի ինչ ա, սա կայնած է։ Բարև եղբայր։ Ինչպես եք տղաներ։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, ոչ չեք սպասել ձեր Ոչ չենք սպասում։ Անսպասելի, Չենք իմացել, որ տիկա։ Մենք ձեզ քաղցած չենք սպասում։ Ճիշտ ասած, ես դրսի փուչիկներից հասկացա, որ ինձ երբեք չեք սպասել։ Այո, լրիվ։ Որպես գյուղացի մի քանի հարց ուղեմ ձեզ։ Ահա լավ է, բանը չջոգեց որ չունի։ ՀԴՄ ունեք։ Ահա մի հատ հիշեցի, ՀԴՄ։ Ես ասի չի հաստատել, ես թե չէ։ Եթե հարցը ինչ ասա արձանա, չգիտեմ, ասա։ Արա, արձանը չի խոսում, մի բան տակից։ Հա, բուկվալն է 2 րոպե առաջ պարոն վարչապետ, երկան 2 կիլո ՀԴՄ առան տարան, իմանայինք ես կիլո կպահեի։ Օ, իսկականից ունեինք, մնացել էր վերջի 2 կիլոներ պարոն վարչապետ։ Անցած շաբաթ ելույթ ունեցավ Գոր Գլումովի տղամարդիկ թիմը, No Comment թիմը եւ Շոու դպրոցի սաները։ Երեքից ով է ձեր ֆավորիտը։ Աղջիկների թիմը, տղաներ, բայց ավելի խնդալու։ No Comment թիմը Մրդոն եւ աղջիկները։ Այո։ Իսկ դուք Ես էլ։ եւս 2 ֆանատ, դուք ունեք 2 ֆանատ, սիրելի Մրդո եւ աղջիկներ։ Երգ, որը փոխանցվում է սեռական ճանապարհով։ Ես միակ երգն է, որ YouTube-ով միացնում ես, անհամբեր սպասում ես, երբ է ռեկլամը միանալու։ Վենյան ես երգի բարերը ստացել է Telegram-ով, գեալակացիով ու կապուտ իզալենտով փաթաթած։ Դոգը իր լայվերի ժամանակ էլ չի քրդվի, այլ կմիացնի այս երգը։ Լավ, եկեք ծափերով ճանապարհենք Վենյային եւ աղջիկների ետնաբեմ։ Այդ երգը անջատ է գել, ինձ մարդիկ վատանում են արդեն։ Եկեք մի հատ այս ելույթից հետո օդափոխենք բեմ էլի։ Այսօր էլի իրանց խաթր եք եկել։ Եկել եմ, որ լիքը լավ էմոցիաներ ստանամ, ուրախանամ, Դուք էլ որ ինքը եկել է առանց ձեզ չի կարա։ որ ասում եմ ես, ասում եմ։ Ամեն դեպքում մարդիկ եղան անկեղծ Սուրբ 4 թիմի երկրպագուներն են։ Հուսանք Սուրբ 4 թիմը եզրափակում կարդարացնի բոլոր իր ֆանատների 2 ֆանատների սպասելիքները։ Ես կամաց մեր ֆանատներին եմ ուզում հավաքեն, որ եզրափակչին պլակատներով գան։ Comedy League-ի պրոդյուսեր մեր բոլորին փող տվող Վահե Խաչատրյանի մայրն է այստեղ։ Ոնց է գոհ եք։
Իհարկե գոհ եմ։ Կոմեդի լիգան արդեն ունեք բալետ արած թիմ, երկրպագած թիմ։ Ասա իրանք չեն։ Չէ, իրանք չեն։ Ճիշտն է, հա, իրանք չեն։ Ո՞վ է։ Եվ շոու դպրոցը երեխաները։ Իսկ Ինձ այն չի եղանակ։ Չէ, մենք մի հատ ուրիշ բան եմ ուզում հարցնել։ Վահեն տուն գալիս, ասում է ժյուրիները ոնց են քվյարկե, թվերը ինքը ասում է, բարձրաձայն։ Չէ, վայիս ես չեմ նել տեսնում։ Վայիս իրիկունը։ Քանի տեսել եք հարցրեք, էլի։ Չէ, ինքը գաղտնիքներ չի բացում։ Ամեն առավոտ ինքը ինձ համբուրում է ու դուրս է գալի։ Էդ է, ես վայիս մենակ եմ տեսնում։ Վայ ջան, ինչ ես ուժ գնում տուն։ Ահա թե էլ որտեղից ունի եկամուտ մեր պրոդյուսերը Comedy Liga-ի եւ ինչու մեր աշխատավարձը ճիշտ ժամանակին հասնում է, կարող է լինել որ Comedy Liga պրոյեկտից հետո բոլորի պոտենցիալը օգտագործի մեկ այլ ծրագրի շրջանակում։ Այ հենց դա է նպատակը։ Հիմա մենք անում ենք նախագիծ Հերոսների լիգա, որի հիմքում հենց Comedy Liga-ի մասնակցած մեր երեխաներն են եւ շոու դպրոցի երեխաները եւ Trio Studio-ի։ Եվ մեր համագործակցությունը Սյուժ Գևորգյանի հետ կարծում եմ դա լավագույն միություններ ու արդյունքներ, որը կարող է լինել Comedy Liga-ում։ Այսօր նկարանումից հետո դեռ շատ ունես գործ էստեղ անելու։ Այո, շատ։ Դրա համար խնդրում եմ, էլի մայրիկին պատճի ուշ է գալու այսօր հələ գործ ունի անելու, որտեվ գիտեք էլի երկրորդ տեղել է աշխատում, նոր ասեց ինչ անում։ Ես գիտեմ, որ ինքը շատ է տանջվում։ Եղավ։ Դժվար է, բայց ինքը նպատակներ ունի, որը պետք է իրագործի։ Մեր ամենահավատարիմ հանդիսատեսներից մեկն է մեր Վահեի մայրիկը, ձեզ մաղթենք առողջություն, լավ եղեք միշտ ներկա գտնվեք Comedy Liga-ի նկարանումներին, ձեզ է տեսնենք ուրախ, ժպիտով լի եւ կարևորը առողջ, լավ եղեք։ Ոնց որ նույն ճաշակ ենք ես։ Բայց դու իտալական ճաշակ ունես, իմը Միլանը Չեմպիոնների լիգա երկար ժամանակա չի խաղում։ Բացի Չեմպիոնների լիգայից, օրինակ էլի լիգաներ կան, օրինակ Comedy Liga։ Այդտեղ ունեք երկրպագած թիմ։ Ես առաջին անգամ եմ ճիշտն ասած այդտեղ գտնվում, նայում եմ, ճանաչում եմ Մարտունին, իր հումորներն են դուր գալիս։ Քոնել է ինչ-որ բանից կրճատած։ Այո, Եվ ինչ ա եղել։ հայկանուշ։ Հա չէ, այկան в принципе այդքան է վատ չի եղել։ Բայց նայում եմ սիմպաթիչնի աղջիկը, էլի խի են անունը հայկանուշ դրե։ Այս գիտեմ, էլի պապի անունը հայկա եղե, տատին անուշ, որ ոչ մեկ չեն եղանա։ Չէ, City-ում ակցիա եղե, գնիր մեկ հատ հայկ, ստացիր անուշը անվճար։ Կամ էլ չէ, ես գիտեմ։ Տնեցիք երևի ջոգել են ձրի անունները, ջոգին ինչքան կարան ճխտել են, բայց դե տենց էր, դնեք հայկանուշ Գեղան Վասպուր։ Էլի մի րոպե, էլի։ Այդ քո կարծիքով քո անունն էլ մի հիանալի անուն է, հա, Մարտուն։ Ինչ եղավ։ Քացով խփերի ամենացավալի տեղին Մարտուն արա։ Յախք։ Դա ի՞նչ անուն է вообще Մարտուն։ Արա ես էի կարող ուզում էի գրաֆիկ դիզայներ դառնալ, բայց Մարտուն անունը որ ինչ գրաֆիկ դիզայներ, արա Մարտուն անունով տղեն, հասկանք չի կարա նոթբուքով կաֆեում գործ անի ու կոկոսի կաթով լատե մակիատո խմի։ Արա Մարտուն անունով տղան պետք է քրդնած դաշտում արա փոցխով արա, հասկանում ես գործ անի ու խմի բոչկա կիլիկյա, մաքսիմում գազով թան, հա։ Մարտունի երկրպագու կարելի ենք այսպես։ Տենց սիմպաթիաս Մարտուն ջան, դու է ֆորմե քանի ապեր, որ մյուս անգամ արդեն ոչ թե Միլանի ու Նյուքասլի ֆորմաներով գան, այլ գան քո ֆորմայով, քո դեմքը լինի, քո լոգոն լինի Մարտունին խորհուրդ տան որպես դեպս։ Ռոսոների միշտ առաջ։ Ռոսոների միշտ առաջ սպասում ենք ձեզ Չեմպիոնների լիգայում կամ կարող եք Comedy Liga գալ։ Օրինակ Comedy Liga հայտնվելը ավելի հեշտ է, սիրելի Միլան, բայց եթե չեք կարող Չեմպիոնների լիգա խաղացեք։ Գնանք տեսնենք էլ ով ոնց է իրեն զգում։ Ես հիմա գտնվում եմ Վարդան Խաչատրյանի կողքին, Վարդանը Comedy Liga-ի մշտական հանդիսատեսն է, Վարդան ջան ոնց ես։ Շատ լավ, Գևորգ ջան, դուք ոնց եք։ Շատ լավ ենք, որովհետև անցած շաբաթ խելահեղ ելույթ եղավ, այս շաբաթ էլի նույն սպասելիքներով եկել ես։ Պարտադիր, միշտ։ Անցած շաբաթ թիմերից որ մեկը քեզ դուր եկավ։ Շատ ծիծաղել եմ Մարտունի եւ աղջիկների թիմի վրա։ Անցած շաբաթ նաև պարզ եղավ, որ եզրափակիչ է հայտնվել նախ անցած շաբաթ ելույթ ունեցած Սուրբ 4-ը թիմը։ Դա արդար էր, թե սարքեցին ծանոթ մեջ գցեցին, անցկացրին իրենց։ Գևորգ ջան, դա ամենաարդար որոշումներ, եղբայր։ Եվս մեկ հոգի դարձավ մեր ֆանատների թիվը արդեն հասել է 3-ի։ Կարողանանք ըստ քեզ Comedy Liga-ն հաղթել։ Բոլոր շանսերը կան, բոլոր։ Հույս ունենանք մենք էլ, քանի որ ունենք պրոդյուսերի եղբայր ֆանատ։ Վարդանը ճիշտ է, որ բեսամ թվեր է աշխատում վայեն ու տուն չի բերում։ Տուն չի բերում։ Հայ աշխատելը չգիտեմ, բայց տուն չի բերում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց ենք։ Շատ լավ։ Մեծ սպասելիքներով եք այստեղ եկել, չէ՞։ Միշտ էլ մեծ սպասելիքներով եմ գալի, որովհետև գիտեմ, հումոր ամեն մարդու բան չի։ Ու ես շատ եմ
սիրում հումոր անողներին, բայց լավ հումոր անողներին։ Այնպես որ մեր Վահեի հայրը մեծ սպասում ունի սիրելի մասնակիցներ բոլորիդ երկրպագումը։ Շնորհակալություն, որ Վահեի նման տղա եք դաստիարակ է մեծացրել, որ նա կարողանում է մեզ աշխատավարձ տալ։ Շնորհակալություն։ Երկար սպասված նորություն մեր հավատարիմ գործընկեր Տինտակոլի կողմից։ Aquashield ջրամեկուսիչ թաղանթ, որն արագ չորանում է, ունի բարձր էլաստիկություն եւ դիմացկունություն, էկոլոգիապես մաքուր է։ Հարմար է հատակների, տերասաների, պատշգամբների եւ այլ տարածքների համար։ Կիրառելի է նույնիսկ տաքացվող հատակների ու փակցված սալիկների վրա։ Aquashield արագ հուսալի ջրամեկուսացում առանց բարդությունների։ Տինտակոլ, երբ ժամանակն անզոր է։ Մենակ ես եկել։ Ընտանիքով ոչ մեկի չեք երկրպագում, եկել եք նայեք։ Հա։ Այնպես որ սիրելի մասնակիցներ, արեք այնպես որ ունենաք Արմանի նման երկրպագու։ Ով մյուս ձեր նկարահանումների, ձեր եթերների ժամանակ կգա որպես հանդիսատես արդեն ձեր համար, չէ՞։ Դե Արման ջան, քեզ լավ օր, լավ կուրախանաս, կխնդաս։ Մի խոսքով ամեն ինչ կանես լավ, որ նկատեն քեզ, կարող է վերցնեն իրանց թիմ, չգիտեմ, տենց են։ Եղավ, ստեսություն։ Տպավորությունների հետ կիսվեք տպավորություններով։ Հիացած եմ, տպավորությունները շատ լավն են, անկեղծ ասած շատ եմ հավանում եւ միշտ ներկա եմ գտնվում։ Հա։ Իսկ սիրած թիմ ունեք։ Բոլորին էլ հավասարաչափ բալետ եմ անում։ Սիրելի հանդիսատես, սիրելի դիտողներ, գոնե կոմենտներում մեր անունները գրեք։ Մերսի։ Գրում եք։ Լավ բան գրի մերս։ Լավ եք։ Մերսի։ Փող եք տվել որ եկել եք, թե չէ։ Ինչպես տեսնում եք, մասնակիցները իրենց ծանոթներին, իրենց ընկերներին հրավիրել են, որպեսզի իրենց երկրպագեն, իրենց համար գոռան, իրենց համար ծափտան, մի խոսքով ամեն ինչ անեն իրենց համար ու դա շատ լավ է։ Տղամարդիկ թիմը ավարտեց իր երկրորդ խաղը, ոնց եք։ Լավ, շատ լավ, ընտիր։ Ցավոք սրտի Գլիմովը որոշեց, որ մեզ ոչ մեկիս չի կարող խնամի։ Ինչի համար չի կարող խնամի։ Նայեք կոմեդի լիգայի հաջորդ եթերը ու կտեսնեք թե ինչի համար Գլիմովը մեզ չի կարող խնամի։ Ապեր դուքով եք вообще։ Հələ գնացեք ստեյց արա։ Տղամարդիկ թիմը, տղամարդիկ թիմը ըստ ժյուրի, ըստ հանդիսատեսի հետաքրքիր ելույթ ա ունեցել, լավ բաներ ասացին, որովհետև հիմա ուզում եք իրանցը վատ անցնել, չէ։ Լիշն է ես, հա, ճիշտն ասած չեմ սիրում այդ տղուն, էլի տենց մրդոնով, հա։ Բայց Գևորգ ջան, այս թազա FIFA-ի օրենքներով ոնց որ երկրորդ տեղերն էլ են անցնում, գիտես։ Երրորդներն էլ են անցնում, բայց քանի որ 3 եք, երկրորդը կանցնի ինձ թվում է։ Հələ ասա տենա միշտ կա, շե իրանց հետ խես դուստը։ Ռողը գա Սուրբ 4։ Ես այս տիվոտերդ կդրեն Կալյասկով լնես։ Չէ, շնորհակալություն առաջարկի համար։ Ես արդեն մեջքի խնդիր ունեմ։ Всё, կարևորը խնդիր ունես։ Եթե ունեք հաշմանդամության կարգ, ասեմ, որ պետությունը հատուկ սոցիալական ծրագրեր ունի, դիմեք տվյալ հաստատություններ, կունենաք կարծում եմ այդտեղ առաջին տեղ կզբաղեցնեք ու կունենաք լիքը հաջողություններ այդ խնդիրների շուրջ։ Այդքանը։ Ձեր սիրելի տղամարդիկ թիմն է, սիրելի հերոստատիտող, սիրելի ֆանատներ տղամարդկանց ֆանատ մի քիչ ուրիշ ձև անշում, բայց դա գնացեք քննարկեք ձեր մեջ ում եք ուզում քֆրտել ում չէ։ Գև ջան, որ խնդրեմ գժի թուղթս կտաս այդ համցավը տանը։ Ապա գժի թուղթ չունես էլ մոտս։ Արա, էտե վար։ Չէ, չունես էլ, չունես։ Ախպերներ, կասեք մյուս անգամ գժի թուղթը ուրիշ է, մավան թուղթը ուրիշ է արդեն ես կարդացի տեսա։ Ես այստեղ տեսնում եմ Մաշա Մատվեևայի թիմի մասնակիցներից։ Դա ելը ուժը։ Ես ես չեմ կամ, ես գրում եմ սեղից։ Մոջ ջան, ասա թող հետ գա։ Մենք մեղավոր չենք։ Անն ինչ է։ Աննա։ Աննա վերադարձիր։ Երեխաները մեղավոր չեն։ Հիմա տես որ դու ես քաղաքականացնում։ Բարև։ Բարև։ Հայրեն, կարաս խոսած անգից։ Բարև։ Ոնց ես։ Լավ։ Շատ ուրախացաք, որ մենք անցանք, դուք չէ։ Չէ։ Դրա համար եկեք մտածում եք անցնելու եք դուք, թե տենց։ Ես եկել եմ անցնողներին ծեծեմ։ Եկել է անցնողներին ծեծի, բայց չի կարող անցնողներին ծեծել։ Ինչ կա։ Այս մասնակից թիմերում ունես ծանոթ, դրա համար ես եկել։ Այո։ Ով է ծանոթը։ Այս համով երեխեքը։ Այս համով երեխեքին ես երկրպագում։ Շատ համով։ Շատ լավն են իրանք։ Եթե դուք չանցակ եզրափակիչ, որ թիմը կուզենաս դառնա հաղթող։ Ձեր։ Մեր թիմը բա իրանց է երկրպագում։ Իրանք
պրոստը շատ եմ սիրում։ Դե ինչ մենք ունեցանք եւս մեկ ֆանատ Սուրբը 4 թիմի, մեր ֆանատների թիվը արդեն հասել է 4-ի, 4-ի, այդ էր ցույց տալի 4-ի, 4-ի։ Всё, այդ շատ մի այդ նկարեք։ Դե ինչ, հենց հիմա նկարանման պահին իմ տրամադրությունը շատ բարձր է, որովհետև Պորտուգալիա Կոնգո խաղն է ընթանում, ձեր մոտ չգիտեմ որ խաղն է, բայց հիմա 1-1 է հաշիվը։ Գևորգ ջան, այդ մենք հետ, հա։ Մոռացել էի, քանի որ այժմ մենք գտնում ենք Comedy League-ի ետնաբեմում, թիմը դուրս եկավ No Comment թիմը, ոնց եք տղաներ, տղա եւ աղջիկներ։ Մենք cute-ներով very excited շատ Եկեք մինչև վերջ անգլերեն խոսանք։ Yeah, everything was great. We did a pretty good job in my opinion. Ժյուրին ընտրված է շատ ճիշտ, չգիտեմ ոնց որ էներգետիկան շատ հանգիստ անցնում ամեն ինչ։ Եթե առաջի հաղորդման ընթացքում ինչ-որ սկզբից լարվածություն կար, մի թեթև չանչին։ Այսօր արդեն այն որ Հա, այսօր որ շատ Մրդո ջան, անես դավթղը, անես դավա խոսում եք չենք խոսալ։ Gentleman չի, պրոստը հայերեն բառեր քիչ գիտի, տենց։ Ամենասկզբից դու պատկերացնում ես, որ երկու աղջիկների հետ կարող ես բարձրանալ բեմ ու սենց արդյունք գրանցել։ Դու մտածում ես։ Իրականում սկզբից թվում է որ կարող է դժվար լինի բան այդ սամաիրոնիայի պահը, բայց բրավո աղջիկեքին, էլի շատ եմ, որ չգիտեմ։ Հալացի որ հումորը հասկացող մարդկանց են, որ Քեզ որ դիմանում ես մեզ։ Instagram-ով իրար follow եք։ հա, բա ինչ եք։ Առաջի օրվանից։ Հետևում ենք live։ Իսկ որ follow եղաք, ստուգեցիք Մրդոյի նամակները, մինչև այդ ձեզ գրել էր, թե չէ։ Իսկ սկզբանից ես մտածում էի, որ Մարտունի հետ մի քիչ կարողա դժվար մենք կարողանանք համագործակցել, բայց հասկացա ինչ հիանալի մարդ է, ինքը իրականում շատ բարի, շատ երեխեք։ Ձեր տեղին շնորհակալ։ Ինքը շատ բարի է, ես պրոստը զարմանում եմ։ Տաքսով չամփում ատոն։ Դու կարողանում ես խաղալ։ Նայեք մի անգամից ոտի վրա տես, Մարտունի ինքնագնահատականը բարձրացնում են։ Այդ ինչ մաղթում եմ ձեզ լիքը հաջողություններ։ Ապրեք դուք շատ, դուք կարծում եմ մի հետաքրքիր գույն եք հաղորդելու Comedy League-ին, իսկ այդ գույնը կմարվի եզրափակում Սուրբ 4 թիմի կողմից, այնպես որ ուրախացեք, քանի դեռ կարող եք։ Ինձ թվում է մի հատիկը որ ուտեմ հաստատ ոչի բան չի լինի, բայց եթե եղավ, то տակից դուրս գան իմպրովիզ անեն։ Հենց հիմա տեղի ունենում վերջնահաշվարկը, Խաչատրյան Վահեն հայտնում է վերջին թվերը, միավորները, որոնք գնահատել է ժյուրին, թե այս 3 թիմերից ով է մասնակցելու եզրափակում, քիչ հետո պարզ կդառնա։ Դուք եք մասնակցելու եզրափակում։ Ապեր, փողերից դրեք ջեբները։ Ահա նայեք, այստեղ ինչ ընտրակաշառքներ ա ֆռում, 100 եվրո։ Չմրթած։ Իսկ թե քանի միավոր են վաստակել, կդիտեք Comedy League-ի հերթական հաղորդումը ու կիմանաք ով քանի միավոր է ստացել։ Դինց, սիրելի հեռուստադիտողներ, ավարտվեց եւս մեկ հերթական Comedy League-ը։ Բոլորը գոհ են, բոլորը սպասում են վերջնական արդյունքների, թե ինչ կլինի։ Մենք կիմանանք ուղիղ մեկ շաբաթից։ Նայեք Comedy League-ը, նայեք Comedy League-ի օրագիր ու այսպես լիքը լայքիկներ արեք։ Մենք էլ ուրախանանք, մենք էլ մեզ լավ զգանք։ Սպասենք մյուս շաբաթ արդյունքներին։ Գնացինք։